Էլեկտրաէներգիայի էժանացման շուրջ վեճը իշխանության և հեցի սեփականատերերի միջև շարունակվում է։ Մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող հեցի կառավարումը վերցնելու և ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց նույն այն օրը, երբ միլիարդատերը հայտարարեց իշխանության հարձակումներից եկեղեցու պաշտպանությանը իր ձևով մասնակցելու մասին։ Այսօր հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը իր վարկածն է ներկայացրել, ինչու է մերժվել հոսանքն էժանացնելու իրենց առաջարկը։ Հեց տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը մի քանի օր առաջ պնդել էր, որ հոսանքի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով։ Սակագները հաստատող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նախ հակադարձել էին, ասելով, թե սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, հետո էլ պնդել, թե հանձնաժողովը արդեն սեպտեմբերի 15-ից սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքով տարեվերջին պարզ կլինի սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ։ Ես համոզված եմ, որ ընտրություններից առաջ հաշվի առնելով, որ բոլոր մեթոդների դիմելու են, բոլոր, որ իհարկե կարող է կարճաժամկետ լինի իրենց համար, դիմելու են, որպեսզի բերեն այդ գազից, տեղից, որտեղից ուզում ա լինի, ինչքան գումար ուզում ավելացած լինի, բերեն սակագինը իջացնեն, ասեն, տեսեք, մեր կառավարիչն եկավ, սակագինը իջավ, ընտրեք մեզ։ Իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Տաշիր Կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեին իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել էինք եւ հիմա էլ պնդում ենք 3.6 միլիարդը այս պայն 1.6 միլիարդը մոտավորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում ենք 3 ամիս, մոտավորապես 1.2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1.2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Հիմա արդեն հաշվի առնելով, որ 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, իսկ բնակչության ծախսը 1.6 միլիարդ, այդ դեպքում 7.2 միլիարդը պետք է բաժանել 1.6 միլիարդ։ Հեցի լիցենզիայի զրկելու մասով ուր է այդ, որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել, քրեական չգիտեմ ինչ, լավ, ուր է այդ ամեն ինչը, 3 ամիս անցավ։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետև ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին եւս 1 ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս 1 ամսվա ընթացքում ինչ-որ մեկին բռնեն, չգիտեմ, մի բան էլի այտեն զրպարտող, մի բան, իրենց սովոր են իրենք